Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ոստիկանության բարեվարկության և կարգապահական կանոնագիրք օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, նշեմ, որ առաջին ընթերցումից հետո առկային մի շարք առաջարկություններ, որոնց հաշվառմամբ նախագծերը լրամշակվել են, հակիրճ ներկայացնեմ դրանք, մենք դրանք պայմանականորեն բաժանել ենք 3 խմբերի, մասնավորապես առաջին խումբ փոփոխությունները միտված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը նպաստելուն, մասնավորապես առաջարկվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրավասությանը վերապահել, ստուգել ոստիկանության ծառայողների առաքինությունը, զուգահեռաբար առաքինության ստուգման կարգը սահմանելու լիազորությունները պատվիրակելով ներքին գործերի նախարարին։ Հաջորդ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրության անցկացումն ու համապատասխան եզրակացության տրամադրումը վերապահել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդ որում առաջարկվում է շեշտել, որ բարեվարկության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է հիշյալ ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվողների նկատմամբ նշանակումից առաջ։ Միաժամանակ ներքին գործերի նախարարը զորվում է սահմանել թեկնածուների բարեվարկության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը։ Երկրորդ խումբ փոփոխությունները ըստ էության միտված են ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը, նշեմ, որ ոստիկանության գվարդիայի փաթեթի շրջանակներում հնարավորինս մանրամասն նկարագրվել են հարկադրանքի միջոցների գործադրման սկզբունքները, այնուամենայնիվ, քանի որ դրանց կիրառումը ենթադրում է անձի հիմնական իրավունքների միջամտություն, անհրաժեշտություն է առաջացել հարկադրանքի միջոցների կիրառման առավել մանրամասն նկարագրություն արտացոլող իրավական ակտ ունենալ և այդ նպատակով առաջարկում ենք ներքին գործերի նախարարին օժտել ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանելու լիազորությամբ, այսինքն ենթաորենսդրական ակտ ենք ունենալու, որը առավել մանրամասն նկարագրելու է այս պայմանները տարաձայնություններից հետագայում խուսափելու նպատակով, քննությունների շրջանակում իհարկե առաջած տարաձայնությունների։ Սահմանադրական դատարանի որոշմամբ արարքի կատարման պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահասի կողմից քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու հանգամանքը համարվել է ռեաբիլիտացնող, ինչով պայմանավորված ոստիկանությունը այլևս հնարավորություն չունի այդ անչափահասներին հաշվառելու, ուստի առաջարկում ենք ոստիկանության համար ամրագրել նշված անչափահասներին ևս հաշվառելու իրավասություն նախատեսող իրավական հիմք։ Ներկայումս Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները կանոնակարգված են կառավարության որոշմամբ, սակայն այդ որոշումը լիազորող նորմ չունի, ուստի առաջարկում ենք օրենքում ամրագրել այդպիսի լիազորող նորմ։ Երրորդ խումբ փոփոխությունները միտված են ոստիկանության և փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը, մասնավորապես առաջարկում ենք առաջնորդվելով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի դրույթներով, դրանք են յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է ղեկավարում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը և այս հանգամանքից ելնելով առաջարկում ենք ոստիկանության և փրկարար ծառայողներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու իրավասությունը վերապահել ներքին գործերի նախարարին։ Գործող կարգավորումներով փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող է ընդունվել մինչև 23 տարեկան քաղաքացի։ Նման սահմանափակմամբ պայմանավորված ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձը, ով իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել փրկարարական գործառույթները, զուտ տարիքով պայմանավորված զրկվում է ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից, ինչը մեր դիտարկմամբ ողջամիտ չէ և մենք առաջարկում ենք այսպիսի սահմանափակումը վերացնել։ Առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթով նախատեսվում էր, որ արտեստավորման արդյունքներով վճարվող հավելավճարի հետ ոստիկանության և փրկարար ծառայողների համար պահպանվում են նաև լրավճարները և հավելումները, սակայն մեր
առավել խորքային ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հավելավճարները արդեն իսկ լուծում են լրավճարի խնդիրը, ուստի լրավճար եզրույթը ավելորդ է եւ առաջարկում ենք այդ տերմինը հանել։ Եվ վերջում նշեմ, որ ներկայացված փոփոխություններից բացի անցումային դրույթներով նախատեսվել են այնպիսի կարգավորումներ, որպեսզի մինչև այս փաթեթը ուժի մեջ մտնելը նշանակված ծառայական քննությունները շարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով ընթանալ, իսկ փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո նշանակված ծառայական քննությունները կիրականացնեն արդեն նոր կարգավորումներով։ Սրանք են եղել մեր առաջարկները, կխնդրեմ ընդունել եւ դրական քվեարկել։ Շնորհակալ եմ։